2016 թվականից սկսած, երբ վերջին 10 տարիների ընթացքում արձանագրվել է ամենաբարձր ցուցանիշը ցորենի արտադրության, եւ մենք արտադրել ենք մեր երկրում իրացվող ցորենի մոտ 53%-ը, դրանից հետո պարբերաբար ցորենի արտադրանք Հայաստանի Հանրապետությունում նվազել է։ Ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2021 թվականին, երբ արտադրել ենք ընդամենը 97.2 հազար տոննա ցորեն։ Այս տարի գյուղացիներին առաջարկվել է սուբսիդավորման ծրագիր 1 հեկտարի համար 80,000 դրամ։ Սակայն այդ 80,000 դրամը գյուղացին ստանում է ոչ թե հիմա, այլ կարող է ստանալ 2026 թվականի ավարտին, եթե իր միջոցներով ցանել է ցորեն, որը սերտիֆիկացված սերմ է, իսկ սերտիֆիկացված սերմերը ավելի բարձր արժեք են։ Սա շատ անարդյունավետ մեխանիզմ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր է գյուղացում գումարը անհրաժեշտ, որպեսզի նա որակյալ ցանկ իրականացնի։ Մենք առաջարկում ենք, որպեսզի լինի գյուղացու ցանքի ժամանակ աջակցություն գյուղացուն եւ հստակ գիտելիքներ տրվեն նրան, թե որ դաշտերում, ինչպիսի արտադրանք պետք է իրականացվի, ինչպիսի մշակում պետք է իրականացվի։ Այսինքն ամեն ինչ պետք է սկսվի գիտելիքից։ Երկրորդ, տեխնիկան պետք է լինի այնպիսին, որպեսզի այդ տեխնիկայով հնարավոր լինի որակյալ մշակում իրականացնել։ Երրորդ, մենք ունենք հողերի մասնատվածության խնդիր։ Փոքր հողերի վրա մշակումը անարդյունավետ է եւ շատ դժվար։ Պետք է իրականացվեն ծրագրեր, որպեսզի ավելի մեծ կտորով հողերի վրա իրականացվեն հացահատքի մշակումներ, որպեսզի ստանանք ավելի որակյալ բերք։ Չորրորդ, որ դա շատ կարևոր է, պետք է լինի նվազագույն արժեք հացահատքի, որպեսզի գյուղացին, ֆերմերը իմանա այս տարի ցանելով հացահատիկը, հաջորդ տարի ինչ արժեքով է վաճառելու այդ հացահատիկը։ Գյուղացին պետք է իմանա, որ իր արտադրանքը հաջորդ տարի ինչ որ նվազագույն գնով կարողանալու է իրականացնել։ Այս մեխանիզմների համալիր իրականացման արդյունքում եւ հողերի համապատասխան հաշվառման գյուղացու կողքին կանգնելու իրացման ողջ սխեման նախագծելու եւ գյուղացուն ներկայացնելու արդյունքում մենք համոզված ենք, որ հնարավոր է Հայաստանի Հանրապետությունում ունենալ այնքան արտադրանք, որ բավարարի մեր նվազագույն պահանջարկը։